Վաղուց չեմ քարոզել այս միկրոֆոնով, պետքա սովորեմ Եղեգնաձորից, բայց սենց հեշտ է, ձեռքերս ազատ է մնում։ Այսօր իրար հետ մի գլուխ ենք ուսումնասիրելու, Հռոմեացիների 12 գլուխը, ամբողջ գլուխը քրիստոնեական վարքի ու հոգևորության մասին է։ Ես հավատում եմ, որ մենք միասին պիտի շատ Աստծո խոսքը ուսումնասիրենք, շատ Աստծո խոսքի մեջ լինենք, որովհետև չգիտեմ անցած անգամ ասել եմ, թե չէ, Միլենի հետ մի ֆիլմ ենք նայում, այս վերջերս մի աղջկա մասին էր, ում իրավունքները, ով պիտի պաշտպաներ իր իրավունքները Հնդկաստանում, ու մի դրվագ կար այդ ֆիլմի մեջ, որ այդ դրվագի միջոցով Աստված խոսեց հետս, մուսուլմաններ, երեխեք հավաքվում էին ու իրանք ունեին ուսուցիչ, ով իրանք սովորացնում էր Ղուրանը ու հավաքվում էին 6 տարեկանից։ Հետո հիշեցի, որ հրեաները նույնպես իրանց երեխեքին 4-ից կամ 5 տարեկանից սովորացնում են Տորան։ Աստված հետս խոսած, որ մեր ժողովրդին պետք է, որ Աստծո խոսքը սովորի։ Գիտեք, մենք մոտիվացիոն քարոզներ, հա, սենց մենք կարանք իրար ոգևորենք, իրար մոտիվացիա անենք, ու այդ ոգևորվածությունը սենց չոր ժամանակ տևի ու գնում է։ Բայց երբ որ մենք միասին սովորենք Աստծո խոսքը, երբ որ մենք իրար հետ խոսք առ խոսք, գլուխ առ գլուխ, ուսումնասիրում, ստեղ ինչ-որ բան է կատարվում, ամեն, ու հաջորդ քայլն է, երբ որ ես ու դու սովորում ենք Աստծո խոսքը միասին, հաջորդ քայլը գիտեք որտեղ է, որ մենք իրար հետ սովորացնում ենք այդ խոսքը մեր երեխեքին ու հաջորդ սերունդին։ Եկեղեցին են տեղն է, որտեղ որ Աստծո ժողովուրդը պիտի նաև սովորի խոսքին։ Ամեն։ Հալելույա։ Եկեք իրար հետ աղոթք անենք։ Հալելույա Տեր։ Տեր Հիսուս, շնորհակալություն քեզ ամեն ինչի համար մեր արքա։ Շնորհակալություն քեզ քո խաչի համար, Տեր, քո եկեղեցու համար, որ ծնեցիր, Տեր, քո արյամբ գնեցիր ու ծնեցիր եկեղեցին, Տեր։ Շնորհակալություն, որ ամեն մեկից փրկեցիր, Տեր, ու հավաքեցիր քո շուրջը, քո անվան շուրջը։ Շնորհակալություն, որ ամեն օր քո շնորհքով ու քո ողորմությամբ այցելում ես մեզ, Տեր։ Շնորհակալություն քո ներկայության համար, Տեր, որը որ փոխում է մեր կյանքը, որը որ մեր կյանքը անում է գերբնական, Տեր։ Շնորհակալություն քո խոսքի համար, Տեր Հիսուս, որը որ փոխում է մեր բնույթը։ Մենք պատվում ենք քեզ այսօր քո տան մեջ մեր արքա։ Ես աղոթում եմ, Տեր, ամեն մեկի համար, քո զավակների, քո եկեղեցու, Տեր, ստեղ նստած ամեն մեկի համար, Տեր, ով լսելու է այս ուղերձը ժամանակներ հետո։ Ես աղոթում եմ, Տեր, որ ամեն մեկի սրտերը պատրաստես, որ քո խոսքը լինի պտղաբեր մեր սրտերի մեջ, Տեր։ Աղոթում եմ, որ չլինի հակասություն քո խոսքի հանդեպ, Տեր, այլ քո խոսքը բերի ամեն մեկի կյանքում հավիտենական, արմատական փոփոխություն Հիսուսի փառավոր անունով։ Ամեն։ Գիտեք, մենք մեր համար կարանք պատկերացում կազմենք հոգևոր կյանքի կամ հոգևորության, հա։ Մենք ամեն մեկս ունի մեր պատկերացումը։ Օրինակ, ով է հոգևոր մարդը։ Մենք բոլորով ու մեր բոլորի պատկերացումները տարբեր են։ Մեկը մտածում է հոգևոր մարդ, ով լավ քարոզում է։ Ու նայում են մեկը լավ քարոզում է, ասում է, այ ինչ լավ հոգևոր մարդ է։ Մեկը մտածում է հոգևոր մարդը նա է, կամ հոգևորությունը կայանում է նրանում, որ ինչ որ մեկը լավ աղոթում է։ Հոգևորությունը կայանում է նրանում, որ ինչ-որ մեկի պարգևն է դրսևորվում, բայց երբ որ նայում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, ինքը այնքան պրակտիկ է սովորացնում, ինչ է հոգևորությունը։ Ու գիտեք, եկեղեցում մենք ուրիշ ենք,
բայց մեր առօրյա կյանքում ու տանը մենք երբեմն մի քիչ ուրիշ ենք։ Ես հավատում եմ, որ մենք պիտի լինենք Աստծու պես։ Աստծու անուններից մեկը կամ հիմնական անունը Եհովա նշանակում է ես եմ, որ եմ։ Այսինքն ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Ես մեկը չեմ իրականում ու ցույց եմ տալիս, որ ես մեկ ուրիշն եմ, այլ ես եմ, որ եմ։ Ես այսպիսին եմ, ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Ու ես բոլոր տեղերում այդպիսին եմ, ես բոլորի հետ այդպիսին եմ։ Ու իրականում մեր հոգևորությունը այնում է նրանում ոչ թե ինչպիսին ենք մենք եկեղեցում, որտև եկեղեցում բոլորը հալելույա, այլ թե ինչպիսին ենք մենք առօրյայում։ Ու Տեր Հիսուսը սովորացնում է առօրյայից, ասում է հիվանդ էի, այցելեցիք։ Բանտում էի, եկաք տեսակցության։ Այդպես է թե չէ, սոված էի, կերակրեցիք։ Ոնց հոգևորությունը դրանում է կայանում, Տեր Հիսուս։ Նաև դրանում է կայանում։ Ամեն։ Լավ, էլ ինչու՞մ է կայանում հոգևորությունը, սիրելիներս։ Մենք իրար հետ գնայինք մի ամբողջ գլուխ միասին կուսումնասիրենք Հռոմեացիների 12-րդ գլուխը ու կտեսնենք ինչ է մեզ սովորացնում Պողոս առաքյալը։ Ինչպիսին պիտի լինի հոգևոր կյանքը, որտև երբեմն մենք այդ պատկերացումները, որ ունենք, շարժվում ենք այդ պատկերացումներով, բայց միգուցե այդ պատկերացումները այդքան էլ ճիշտ չեն։ Հոգևորը նա է, ով բարձր է աղոթում։ Հոգևորը նա է, ով առոգանությամբ է քարոզում։ Հոգևորը նա է, շատերը մտածում են, ով սենց գլուխը կախա ման գալիս, տեսել եք այդպիսի հոգևոր։ Հենց սենց այլում է, հենց քեզ տերում, հովիվ ջան, հա։ Բայց դա հոգևորության հետ կապ չունի, դա խեղճության հետ կապ ունի։ Կամ հոգևորը նա է, ով գլխաշոր է գցում, կամ ծնկած է աղոթում։ Ամեն մեկը ունի տարբեր պատկերացում։ Նայում է մի հատ աղջիկը, ով ճղած ջինս է հագել, ասում է, էսի հոգևոր չի։ Նայում է մի տղայի, ով ծամոն է։ Ամեն մեկի պատկերացումը տարբեր է։ Դրա համար մենք իրար հետ գնայինք լավ, Պողոս առաքյալը 2000 տարի ինչ է խոսում մի ամբողջ գլուխ քրիստոնեական վարքի մասին։ Ամեն։ Ես ուզում եմ մենք իրար հետ բացենք, իրար հետ ուսումնասիրենք։ Ես ուզում եմ դու բացես քո Աստվածաշունչը, քո թարգմանությունը, կամ բացես կամ միացնես նայեցում մոտ ինչ Աստվածաշունչ է, ու մենք իրար հետ նայենք Հռոմեացիների 12-րդ գլուխ։ Ու միգուցե ինչ-որ կարծրատիպեր քո մեջ հանդվի։ Աղաչում եմ ձեզ, բացեցիք Հռոմեացիների 12-րդ գլուխ, առաջի խոսքից, աղաչում եմ ձեզ եղբայրներ և քույրեր նույնպես, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես կենդանի զոհ սուրբ Աստծուն ընդունելուի, որ ձեր բանավոր պաշտամունքն է։ Աստծու խոսքը ասում է, որ Աստծու խոսքը ոչ միայն եղբայրներին է ասում, որ ձեր մարմինները ընծայեք որպես կենդանի զոհ, նաև քույրերին է ասում։ Չէ, թե չէր ծնի Իսահակին։ Քույրերը ասում են, չէ, մեզ գրած չէ, եղբայրներին է գրած։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք, թե որն է Աստծու կամքը, որը բարի է, ընդունելի եւ կատարյալ։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այս աշխարհը ունի կերպարանք։ Ու այս աշխարհի կերպարանքը երբեմն թելադրում է, որն է ճիշտ, որը սխալ։ Աստծու խոսքը ասում է՝ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ մտքի նորոգությամբ կամքը, որը բարի է, հաճելի ու կատարյալ։ Մեր էլեմենտները հավիտենական
Գնանք առաջ, սիրելիներ։ Ասում է, եւ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք որն է Աստծո կամքը, որը բարի է, ընդունելի եւ կատարյալ, կամ բարի, հաճելի ու կատարյալ։ Այսինքն, եթե քո միտքը նորոգված չի Աստծո խոսքի համաձայն, դու չես կարող ընդունել Աստծո կամքը կամ հասկանալ Աստծո կամքը, որը բարի, հաճելի ու կատարյալ է։ Այս խոսքի վրա ուզում եմ մի փոքր կանգնենք։ Երբեմն մենք մտածում ենք, որ մենք գիտենք Աստծո կամքը։ Երբեմն ինչ որ իրավիճակների մեջ մենք ասում ենք, ես մտածում եմ, որ էս սա Աստծո կամքը։ Բայց Աստծո խոսքը ասում է, քանի դեռ քո միտքը նորոգված չի, դու չես կարող հասկանալ Աստծո կամքը, որը որ բարի, հաճելի ու կատարյալ է։ Իսկ մեր միտքը նորոգվում է Աստծո խոսքի համաձայն։ Երրորդ խոսքը։ Ինձ տրված շնորհքով ասում եմ ձեզ ամեն մեկին, որ դուք ձեր մասին ավելի բարձր համարում մի ունեցեք, քան պետք է, այլ զգաստությամբ մտածեք այն հավատքի չափով, որ Աստված յուրաքանչյուրին բաժանեց։ Այս խոսքը կարծում եմ մեկնության կարիք չունի, պարզ գրած է։ Որովհետև ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք եւ բոլորը միևնույն գործը չեն կատարում, այնպես էլ մենք շատ լինելով մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ եւ յուրաքանչյուրս միմյանց անդամներ ենք։ Յուրաքանչյուրս միմյանց անդամներ ենք։ Միայն թե 6-րդ խոսքը, միայն թե տարբեր պարգևներ ունենք, այն շնորհքով, որ մեզ տրված է, եթե ունենք մարգարեություն, հավատքի չափով մարգարեանանք, եթե սպասավորություն, ապա սպասավորության մեջ լինենք, եթե մեկը սովորեցնող է, սովորեցնելու մեջ լինի, կամ նա, որ քաջալերող է, թող քաջալերի, նա, որ տալիս է կամ բաշխող է, թող պարզությամբ դա անի, նա, որ ղեկավարում է, ջանասիրությամբ, իսկ նա, որ ողորմություն է ցույց տալիս, ուրախությամբ անի։ Աստծո խոսքը ստեղ պարզ ասում է, որ ամեն մեկս մեր պարգևի մեջ մնանք ու այն ինչ որ մերն է, անենք ջանասիրությամբ։ 9-րդ խոսք. թող սերը առանց կեղծավորություն լինի, ատիր այն, ինչ չար է, կարչիր բարուն։ 10-րդ խոսքից արդեն Աստծո խոսքը խոսում է եկեղեցու ներսի կարգի ու հավատացյալների վարքի մասին։ Իրար հանդեպ գթած եղեք եղբայրական սիրով եւ պատվելիս միմյանց տվեք գերապատվություն։ Աստծո խոսքը ասում է, որ մենք գթած լինենք։ Արադ թարգմանությունը շատ ավելի լավ է գրած, քան այս թարգմանությունը։ Ասում է միմյանց հանդեպ գթած եղեք, իրար սիրելով ու պատիվ տալու մեջ, Արադը հիշում եք ոնց ասում, իրարից առաջ եղեք։ Պատիվ տալու մեջ, այս աշխարհը մեզ սովորացնում է, որ մենք ամեն մեկս պատիվ պահանջենք։ Այս աշխարհը սովորացնում է, որ վերևինը ներքևինից պատիվ պահանջի, նույնիսկ եթե ինքը չի արժանացել։ Բայց Աստծո խոսքը ասում է հակառակը, ասում է ոչ թե իրարից պատիվ պահանջեք, այլ ասում է իրար պատիվ տալու մեջ իրարից անցեք։ Մեր հայերիս մեջ մի քիչ այս բնավորությունը կա, երբ որ մենք հաց ենք ուտում։ Հա, մենք, երբ որ մենք ասում ենք պատիվ տալ, մենք նկատի ունենք գնանք սեղան գցենք, հաց տանք։ Չգիտես ինչի է այդպես, միգուցե մենք սովի ժամանակ ենք անցել դրա համար է այդպես, բայց պատիվ տալը այդ ինչ որ մեկին կերակրել չի, ես էսի ինձ էլ եմ ասում։ Երեք խոսում էի մեր Սելվոյի հետ, լավ հյուր ունենք, ապրիլի 10-ին գալու է 12-ին ինքն է քարոզելու մեր եկեղեցում, Ֆինլանդիայից մեր եղբայրներից, հովիվներից, երիտասարդական հովիվ, ասենց աշխուժ, խարիզմատ, մի քանի եկեղեցով կհավաքվենք, լավ ժամանակ ունենանք ու ասում էի դե անպայման կտանենք պատիվ կտանք իրան ու միանգամից այս խոսքը, որտեվ քանի օր ուսումնասիրում եմ այս գլուխը ու միանգամից այս խոսքը եկավ առաջս, ախր մենք պատիվ տալը միայն նկատի ունենք ինչ որ մեկին տանենք լավ կերակրենք, բայց պատիվ տալը, միմյանց պատիվ տալը, սա ավելին է, քան ինչ որ մեկին լավ կերակրելը, ամեն, այսինքն ինչ որ մեկին լավ կերակրելը մտնում է պատիվ տալու մեջ, բայց պատիվ տալը ավելին է,
Այդպես է թե չէ։ Թե մենք մենակ կենտրոնացած ենք հացութելու վրա։ Իրար հանդեպ գթած եղեք եղբայրներ սիրով եւ պատվելիս մեկը մյուսին գերապատվություն տա։ 11-րդ խոսք։ Գործի մեջ ծույլ մի եղեք։ Հոգով ջերմեռան դեղեք, Տիրոջը ծառայեցեք։ Աստծո խոսքը երեք բան ասում, գործի մեջ ծույլ մի եղեք, սիրելիներ։ Այսինքն մենք կարանք Աստծո գործը անենք ծուլությամբ, ստեղ խոսքը Աստծո գործի մասին է եւ ամեն մեկիս գործի մասին է նույնպես։ Բայց մենք Աստծո գործը կարանք անենք ջանասիրությամբ։ Հոգով ջերմեռան դեղեք։ Այդ ի՞նչ է հոգով ջերմեռան դեղեկը։ Տեսել եք մարդ, որ ինչ ասում ես ինքը միշտ պատրաստ է։ Ինչ ասում ես ինքը առաջինն է։ Ինչ ասում ես ինքը ընդեղ է։ Իսկ տեսել եք մարդ, որ ինչ ասում ես ինքը կամած հենց հետ է գնում։ Հենց գործ կա։ Աստծո խոսքը հակառակ ասում է գործի մեջ ծուլ մի եղեք, հոգով ջերմեռան դեղեք, աշխուժ եղեք ու Տիրոջը ծառայեք։ Այս երեք խոսքը վերաբերվում է Աստծուն ծառայելու մասին։ Եթե մենք մի քիչ վերև տեսանք իրար այդ փոխհարաբերություն, ապա ստեղ Պողոս առաքյալը հստակ խոսում է ծառայության մասին։ Ես ուզում եմ մի բան խոսամ քո կյանքի մեջ, սիրելիս։ Գիտեք, երբեմն Աստված մեր սրտի մեջ դնում է, որ մենք ինչ-որ բան անենք։ Կապ չունի դա քանի տարի առաջ է եղել, քանի ամիս առաջ է եղել։ Ու Աստված քո սրտի մեջ դնում է ինչ-որ բան, որ դու անես։ Ինչ-որ մեկի սրտի մեջ դրել է, որպեսզի սպորտով ավետարանը քարոզի, ինչ-որ մեկի սրտի մեջ դրել է, որպեսզի բժշկություն բերի եկեղեցում, ինչ-որ մեկի սրտի մեջ դրել է, որ մարգարեական պարգևը արձակի եկեղեցում, ամեն մեկի սրտի մեջ տարբեր բաներ է դրված, ինչ-որ մեկի սրտի մեջ ինտերցանություն, ինչ-որ մեկի սրտի մեջ աշխատի եկեղեցու, այս ոնց որ մարդկանց հետ, մեկը երիտասարդների հետ, մեկը պատանիների հետ, մեկը մանուկների հետ, բայց այն ինչ որ Աստված դնում է քո սրտի մեջ, երբեմն հալած յուղի պես չի արձակվում։ Մենք մտածում ենք, հեսա էս որ Աստված դրեց մեր սրտի մեջ, այսենց ոնց որ աղոթքի ժամանակ սենց եկավ, ընկավ, սենց քաղցր մեր սրտի մեջ, հեսա հալած յուղի պես գնալու է։ Բայց միշտ չի որ այդպես է, սիրելիներս։ Երբեմն այդ ցանկության կամ այդ խոսքի վրա գալիս է հարձակում։ Ու ես ու դու պիտի գործի մեջ ծույլ չլինենք, հոգով ջերմեռանդ լինենք, որպեսզի այն խոսքը, որ Տերը դրել է մեր սրտի մեջ, մենք անենք։ Միշտ չի, որ այս խոսքը գալիս է, ես ու դու պատրաստ ենք լինում այդ խոսքի համաձայն գործելու։ Երբեմն Աստված խոսքը տալիս է, ու այդ ընթացքում մեզ աճեցնում է, որպեսզի մենք կարողանանք գործենք այդ խոսքի համաձայն։ Ու մեզ այս աճելու ընթացքը մի քիչ ձանձրալի է թվում։ Երբ որ Հովսեփին խոսք եկավ, ինքը ուներ 20 տարի ժամանակ, որպեսզի այդ խոսքը կատարեր։ Երբ որ Մովսեսին խոսք եկավ, ինքը 40 տարի գնաց անապատ, ինքը ուզեց ժամանակից շուտ անի, ժամանակից շուտ սպանեց։ Ժամանակից շուտ, երբ որ փորձում ես անես, ինչ որ մեկը մահանում է։ Դավիթին խոսք եկավ, Սամուել մարգարեն եկավ ու օծեց Դավիթին թագավոր։ Ինչ արեց Դավիթը, գնաց Սավուղին ասեց, հələ տեղից էլ ես պիտի նստեմ այդ գահին։ Չէ, այդպես չեղավ։ Ու Դավիթը, որ նույնիսկ իրան այդ տան երեխա չէին էլ հաշվում, ասում է քո տղաներին կանչի, Հեսեին սաղին կանչում է, Դավիթին չի կանչում։ Դաժե իրան տան երեխա չէին հաշվում, ընդեղ չոլում, միտեղ չոբանություն էր անում։ Երբ որ Դավիթին օծեցին թագավոր, Աստծո մարգարեն, Դավիթը հետ գնաց անելու են ինչ որ անում էր։ Ինքը չգնաց գահ ման գալու, ինքը չգնաց բեմ ման գալու, ինքը հետ գնաց անելու են ինչ որ անում էր, որտեվ կա ժամանակ, երբ որ Աստված քեզ խոսք է տալիս, կա ժամանակ պատրաստվելու,
ու կա ժամանակ այդ խոսքի մեջ մտնելու։ Երբ որ մենք բաց ենք թողում այդ պատրաստվելու ժամանակ, ինչ որ մեկը մահանում է, ոնց որ Մովսեսը արեց։ Դրա համար շատ կարևոր է, սիրելիներս, որ հիմա մենք ամեն մեկս, ես հավատում եմ, մենք վերջում իրար այդ աղոթք ենք անելու, ես հավատում եմ, որ Աստված ամեն մեկիդ խոսք է տվել։ Ամեն մեկը ունի խոսք, թերևս ամեն մեկը ունի խոսք իր ծառայության համար, ամեն մեկը ունի խոսք, թե Աստված ինչ է ուզում, ինչ է սպասում իրանից, ու ամեն մեկից սրտում վառվում է մի բան, որ դուք պիտի անեք։ Բայց երբ որ մենք այս պատրաստվելու ժամանակը չենք համարում պատրաստվելու ժամանակ, այլ մտածում ենք, որ Աստված ուշանում է, մենք հիասթափվում ենք։ Որտեղից է գալիս հիասթափությունը, ժամանակները չիմանալուց։ Այսօր բացմանը Միլենը ինչ էր ասում, խոսում էր ժամանակների մասին, որ ամեն բանի ժամանակ կա, ասում է քարերը հավաքելու ժամանակ կա, քարերը փեշից թափելու ժամանակ կա, գցելու ժամանակ կա։ Սիրելիներս, երբ որ մենք չենք հասկանում ժամանակը, ցանելու ժամանակը, հնձելու ժամանակը, խոսքը ստանալու ժամանակը ու պատրաստվելու ժամանակը, մենք մտածում ենք այդ խոսքը ստանալուց հաջորդ օրը գործելու ժամանակն է, մենք կհիասթափվենք, որտեղ մենք կփորձենք ինչ որ բան անել ու մեր մոտ չի ստացվի։ Այնպես որ այսօր իրար հետ աղոթելու ենք, որպեսզի դու ժամանակները հասկանաս։ Ամեն։ Որպեսզի չշտապես, եթե նկատել եք Հիսուսը չի շտապում, երբ որ գալիս են ասում են Ղազարոսը մահացել, ասում է վայ մամա ջան ոնց ենք անելու, շուտ էլ են գնանք, մի հատ տաքսի, Yandex կանչեք գնանք տեսնենք Ղազ, չէ, տենց չի լինում։ Ինքը գիտեր ժամանակները, ինքը գիտեր ինքը ինչ անում, ինքը լսում էր Աստծուն, ու ինձ ու քեզ նույնպես պետք է լսել ժամանակներ ու հասկանալ ժամանակները։ 12-րդ խոսք։ Հույսով ուրախ եղեք, նեղությանը համբերեցեք, աղոթքների մեջ հարատվեք։ Աստծո խոսքը շատ է խոսում հույսից։ Հույսով ուրախ եղեք։ Ինչ է հույսը, երբ որ դու գիտես, որ ինչ իրավիճակով էլ որ անցնում ես, Աստված վերահսկում է քո կյանքը։ Աստված տեսնում է ամեն ինչ։ Գիտեք, երբեմն մարդիկ չեն հասկանում, նույնիսկ քո կողքի մարդը կարա չհասկանա, որտեվ ամեն անգամ չի, որ քո ներսը դու կարողանում ես պատմես, ում մոտ է տենց, որ ինչ-որ բան իր այդ կատարվում է, բայց ինքը էդի ենքան խորն է, որ ինքը բառերով չի կարում պատմի ինչ է իր հետ կատարվում։ Բայց ինչի Աստծո խոսքը ասում հույսով ուրախ եղեք, որովհետև ով չի հասկանում, մեկ Աստված տեսնում է, մեկ Աստված հասկանում է, մեկ Աստված քո մեջքին կանգնած է։ Ամեն։ Նեղության մեջ համբերեք, աղոթքների մեջ հարատվեք։ Սրանք իրար հետ կապված են։ Ինչ իրավիճակի մեջով էլ որ անցնում ես, դու պիտի հույսով ուրախ լինես։ Ինչ իրավիճակի մեջով որ անցնում ես, դու պիտի նեղության մեջ սովորես համբերություն։ Նեք ինչ հետաքրքիր է, ուղղակի քարոզը տարբեր է լինում, հա, երբեմն դու վերցնում ես մի հատ թեմա, այդ թեման պատրաստում ես ու Աստծո խոսքից ընտրում ես տեղեր ու քարոզում ես։ Բայց այսօր ես որոշել եմ, որ մենք կարդանք Աստծո խոսքը։ Իրար հետ խոսք առ խոսք ուսումնասիրենք։ Ամեն։ Միշտ չի, չէ, որ նույն ձև է լինում, մենք ուզում ենք նույն ձև, մի հատ շնորհքից քարոզի ով ջան, չէ, այսօր ռանացիներ 12-րդ գլուխն է, ու եթե Պողոս առաքել, ապա մի շնորհք, այդպես է թե չէ։ Եթե Պողոսն է գրել, հաստատ մեջը շնորհք կա։ Ու երրորդ բանը նեղության մեջ համբերեք։ Նեղության մեջ մեզ պետք է սովորել համբերություն։ Եթե հիշում եք Սելվոն մի օր որ քարոզում էր, ասեց նեղությունը ու փոսը այնտեղն է, որտեղ դու ուրիշ նայելու տեղ չունես, մենակ վերև ես նայում։ Միգուցե դու ընկնում ես այդ իրավիճակի մեջ, որտեղ վաղուց վերև չես նայել, ու հիմա քեզ պետք է վերև նայես։ Ես չեմ ասում, որ Աստված է քեզ գցում այդ իրավիճակի մեջ, բայց ասում եմ Աստված այդ իրավիճակը օգտագործում է, որ աչքերդ վերև բարձրացնես։ Ամեն։ 13-րդ խոսք։ Սուրբերի կարիքներին հաղորդ եղեք, հյուրասիրությանը հետևեք։ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, նայեք, պարզ քրիստոնեական վարք է։
Պարզ ապրելակերպա, պարզ գրածա, սուրբերի կարիքներին հաղորդակից եղեք։ Կա ինչ-որ մեկը, որ կարիք ունի ու դու գիտես, միանգամից մի մտածի, բա Վարդանը ինչի հաղորդակից չի լինում այդ կարիքին։ Դու հաղորդակից եղի։ Ես քիչ ունեմ, Հովիվ ջան, քո քչից հաղորդակից եղի։ Հյուրասիրությանը հետևեցեք։ Կարծում եմ մեր եկեղեցում այս տեղը լավ պահած է։ Ամեն։ Օրհնեցեք ձեզ հարցողներին, օրհնեցեք եւ մի անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացեք եւ լացողների հետ լացեք։ Այս այնքան հետաքրքիր խոսք է։ Մեր մոտ երբեմն թարս է ստացվում, որտեղ աշխարհը թարս է անում։ Աշխարհը ուրախացողների վրա լացում է։ Ասում է հարևանս մտում դարդերս քիչ էր, հարևանս մի հատ էլ թազա ավտո առավ։ Լացողների ժամանակ էլ ուրախանում է։ Չգիտեմ ում հետ է եղել, բայց երբ որ ես պատանի էի, ինչքան թաղում էի գնում, ծիծաղս գալիս էր։ Հիմա մեծացել եմ, լրջացել եմ։ Կա ինչ-որ մեկը, որ տենց է եղել, որ գնում եք պանիխիդա ծիծաղը ու հատուկ ձեր կողքը հավաքվում են մարդիկ, ովքեր ձեր տեսակն են, ունտեղ միտեղ պրավալ եք տալիս պանիխիդան։ Աստուխոսքը հակառակն է ասում, չի ասում լացողների մոտ գնացեք ծիծաղեք։ Ասում է ուրախացողների հետ ուրախացեք։ Եթե ինչ-որ մեկը ուրախանում է, ես ու դու մեր սիրտը պիտի ուրախանա։ Բայց եթե ինչ-որ մեկը լաց ունի, սուք ունի, Տեր Հիսուսը ասում է Երանի սգավորներին, որտեղ իրան կմխիթարվեն։ Երանի նրան, ով լացողի հետ լացել գիտի, որտեղ երբ որ իր ժամանակը գա, ինքը մխիթարություն ունենալու ու մխիթարվելու է։ 16-րդ խոսք. Միմյանց հետ համերաշխ եղեք, բարձր բաներ մի խորեք, այլ խոնարհների հետ ներողամտությամբ վարվեք։ Դուք ձեզ իմաստուն մի համարեք։ 16-րդ խոսքը. Միմյանց հետ համերաշխ եղեք։ Աստծո խոսքը մեզ սովորացնում է համերաշխություն։ Մեզ չի սովորացնում կռիվներ, մեզ չի սովորացնում հակառակություններ, այլ սովորացնում է համերաշխություն։ Բարձր բաներ մի խորհեք։ Գիտեք, երրորդ խոսքում հետաքրքիր բան է գրած, ասում է ամեն մեկը մտածեք ձեր մասին այն հավատքի չափով, որ Աստված ձեզ տվել է։ Ես մի անգամ սովորացրել եմ ստեղ, որ հպարտությունը ինքը ոչ միայն այն է, որ դու քեզ տեսնում ես ավելի բարձր քո իրական լինելուց, այլ նաև տեսնում ես ավելի ցածր քո իրական լինելուց։ Հա, եւ այն որ դու արժանի չես, ես արժանի չեմ, ես հողմոխիր եմ, ես ворթ եմ, սա հպարտություն է, բայց հպարտությունը ունի նաև իր մյուս կողմը, երբ որ դու քեզ տեսնում ես ավելի բարձր, քան դու իրականում կաս։ Իհարկե մենք սովորացնում ենք, որ դու Քրիստոսում նստած ես հոր աջ կողքը, բայց միևնույն ժամանակ Աստված մեզ սովորացնում է խոնարհություն։ Աստված մեզ սովորացնում է խոնարհ մտածելակերպ, այսինքն երբ որ ես շփվում եմ ինչ-որ մեկի հետ, ես չպիտի ինձ տեսնեմ ավելի բարձր, քան ինքն է։ Աստված մեզ սովորացնում է, որտեղ որ լինենք, այդ իշխանությանը պատվենք։ Եթե դուք նկատել եք, որտեղ որ ես գնում եմ, որ խմբակ, որ ծառայություն, ես այնտեղ չեմ գնում որպես շեֆ։ Ես այնտեղ գնում եմ պատվելու ես մարդու ծառայությունը։ Եթե ես գնում եմ պատանեկան ծառայության, ընդեղի ավակը Վարդանն է։ Ու ես խոնարհաբար գնում եմ մտնելու իր ծառայության տակ, ոչ թե թելադրելու, այլ ծառայելու իր հետ, օգնելու իրան։ Ամեն։ Սա շատ կարևոր է։ Սա կարևոր է, որ Բեթել եկեղեցում ամեն մեկը, ամեն ծառայող այսպես մտածի։ Կարևոր է, որ ամեն մեկը մտածի խոնարհաբար, ամեն մեկը լինի խոնարհ ծառայության ժամանակ, կապ չունի ինքը որտեղ է ծառայում, կապ չունի դա տնային խմբակն է, որտեղ որ դու ավակ ես, որտեղ տնային խմբակի ավակները չեն իշխում մարդկանց վրա, չեն մտնում մարդկանց կյանքերի մեջ, չեն վերահսկում մարդկանց կյանքերը, այլ ինչ են անում, խոնարհաբար ծառայում են, օգնում են, որ ամեն մեկը բարձրանա։ 17-րդ խոսք.
Ոչ մեկին չարով մի հատուցեք։ Բոլոր մարդկանց առաջ բարի խորհուրդ ունեցեք։ Էս այնքան դժվար է, այս բոլոր մարդկանց առաջ, որտեղ ոնց լինի մեկը կգտնվի, չէ՞։ Չնայած Տեր Հիսուսը ասում է, եթե բոլորը ձեզանից լավն են խոսում, բայց խոսքը եկեղեցու մասին է։ Խոսքը եկեղեցու ներսի, եկեղեցու միասնության, միաբանության մասին է։ Ոչ մեկին չարը չարով մի հատուցեք։ Դուք ասես, բայց այնքան եմ ուզում, այսպես մի հատ չար բան արա, այնքան եմ ուզում, ես էլ չարով հատուցեմ։ Աստծո խոսքը ասում է, չէ, հակառակը մի հատուցի։ Դա արքայության օգուտ չի։ Երբ որ ինչ որ մեկը չար բան է անում, արդեն արքայությանը վնաս է։ Երբ որ դու հատուցում ես նույն կերպ, դու երկրորդ վնասն ես հասցնում արքայությանը, հասկանում եք։ Այն ինչ որ Պողոս առաքյալը խոսում է, ինքը խոսում է իօգուտ արքայության, իշա արքայության, ու ցանկացած պնդում, որ գրած է, ցանկացած վարք, ցանկացած գործողություն, ցանկացած բան անել կամ չանել, սա իշա արքայության է։ Այլ բոլոր մարդկանց առաջ բարի խորհուրդ ունեցեք, եթե հնարավոր է 18-րդ խոսք, փակագծի մեջ են, որ ցածր ասում է, որքան ձեզանից է կախված, ոնց որ էդի ականջի տասի, եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ ապրեցեք, կամ բոլոր մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Պողոս առաքյալը հասկացել էր, որ էսի մենակ մի կողմից կախված չի, սա մենակ քեզնից կախված չի, եթե քեզանից է կախված, եթե դու քայլ ես անում, եթե քայլը ընդունվում է, բայց հաճախ սիրելիներ, մենք պետք չի մեզ դատապարտենք, երբ որ ինչ որ մեկը չի ուզում քո այդ խաղաղությամբ վարվի, կամ թշնամանք է բանանում, 1, 2, 3, երբ որ փորձում, որտեվ քեզանից կախված է, դու չես կարող գնաց այն մարդու մեջ մտնես իրան փոխես, 1, 2, 3 փորձում եք, չի գալիս խաղաղությունը, աղոթեք, հասկացեք, փոքր հետ քաշվեք, ամեն, որտեվ ստեղ ձեր ֆակտորը չի մենակ, այլ նաև դիմացինի ֆակտորը։ Սիրելիներ, ձեր անձերի համար վրեժխնդիր մի եղեք, այլ տեղ տվեք բարկությանը։ Որովհետև գրված է, վրեժխնդրությունը իմն է, ես պիտի հատուցանեմ, ասում է Տերը։ Ստեղ ուզում եմ մի փոքր կանգնենք, սիրելիներ։ Գիտեք, միգուցե աշխարհը կամ քո կյանքը, քո անցյալը քեզ սովորացրել է վրեժխնդրություն։ Քեզ սովորացրել է, որ եթե մեկը ինչ-որ միտեղ, ինչ-որ բան արել, քո ոտը տրորել է, երբեք հետ չմոռանաս։ Մինչև վերջ հետի դու պիտի հիշես, մտքումդ պահես ու հետո հանկարծ միտեղ, եթե առիթը բացվում է, դու պիտի հետի օգտագործես։ Աստծո խոսքը ասում է, որ այդպես մի արեք։ Աստծո խոսքը սրան ասում է չամեն, ես հասկանում եմ Դավիթը ինչի է ասում ամեն։ Աստծո խոսքը ասում է, որ վրեժխնդրությունը մերը չի։ Ու ցավոք, երբեմն մենք գալիս ենք Աստծո տուն, լսում ենք Աստծո խոսքը, թեկուզ գլխով սենց ենք անում կամ մեկը ասում է ամեն ժպտում ենք, բայց մենք չենք փոխվում, որտեվ մեզ վերաբերվում, մենք մտածում ենք, որ այս խոսքը մեզ չի վերաբերվում։ Մենք մտածում ենք, որ չէ, մենք վրեժխնդիր չենք, չէ։ Բայց երբ որ մենք քննենք, ամեն մեկից ներսում էլ այս վրեժխնդրությունը կա։ Ես ուզում եմ այսօր մենք քննենք մեր ներսը։ Ես ուզում եմ ոչ թե այսօր քո համար լինի հերթական օր, որ դե տենց մոտիվացիոն քարոզ չէր, ուղղակի իրար այդ խոսքն ենք ուսումնասիրում, այլ ցանկացած խոսք դու վերցնես, որ էսի քեզ է վերաբերվում։ Հիմա Աստծո խոսքը նորից եմ ուզում այս խոսքը կարդալ։ Ասում է, ձեր անձերի համար վրեժխնդիր մի եղեք։ Վրեժխնդրության կենտրոնը քո անձն է, ինչ որ մեկը ինչ որ մի ժամանակ քո հավին կշայաս է։ Ինչ որ մեկը 2 տարի առաջ ճամբարում ասել է քո աչքի վերևը ունք կա։
Իսկ միգուցե ինչ որ մեկը քեզ ասել է, որ ինչ որ մեկը ասել է քո աչքի վերևում կա, բայց դա այդպես չի եղել։ Հիմա Աստծո խոսքը ասում է, քո անձի համար վրեժխնդիր մի եղի։ Սա որոշում է, միգուցե դու ամբողջ կյանքդ ապրել ես ճանգռելով, ամբողջ կյանքդ ապրել ես այս վրեժխնդրության գաղափարով, բայց այսօր սա որոշում է, որպեսզի դու ընդամենը ասես, Տեր, ես ես բաց եմ թողում։ Սա իմը չի, սա արքայությանը պտուղ չի բերում։ Ուղղակի թողես դա։ Ու ինչքան այդ մարդը ցավոտ է քեզ ցավացրել, ինչքան այդ մարդը հարազատ է, այնքան այդ վրեժխնդրության բանը ավելի ուժեղ է։ Ամենաուժեղը հարսուկ իսուր վրեժխնդրությունն է։ Օ, դրա դեմ առնելը շատ դժվար է։ Ասում եմ ճիշտ է։ Ծառայող վրեժխնդրությունը։ Գիտեք ինչպես է սատանան աշխատում, երբեմն մինչև ինքը չմթագնի մեր միտքը, չկուրացնի մեզ, ինքը չի կարողանալու գործի, ինքը չի կարողանալու այդ վրեժխնդրությունը մինչև վերջ բերի։ Ու մենք մտածում ենք, որ մեր մեջ այդ չկա, բայց ամենալավ տարբերակը քննես քո գործերը, քննես քո մտքերը։ Ես այս վերջերս սկսել եմ քննել իմ մտքերը։ Այս մտքերը որ գալիս է, այս մտքերը հետո ինչ որտեղ քեզ տանելու է։ Այս մտքերը որ գալիս է, այս քեզ ինչ քայլերի ու գործողությունների է տանում։ Ու մեզ թվում է բոլոր մեր մտքերը Բեզաբեթի մտքեր են։ Դրա համար եթե թշնամիտ քաղցած է, կերակրի նրան, եթե ծարավ է ջուր տուր նրան, որտև այսպես անելով կրակի ածուխներ կդիզես նրա գլխին։ Չարից մի պարտվիր, այլ չարը բարիով հաղթիր։ Մենք գիտենք, որ մենք մի թշնամի ունենք, ու այդ թշնամու անունը սատանա է։ Մենք չունենք ուրիշ թշնամի, բայց տեղ Պողոս Սարաքյալը մի հետաքրքիր բան ասում։ Ասում է վրեժխնդրությունը թող Աստծուն, ու եթե թշնամիդ սոված է իրան կերակրի։ Սա նշանակում է, երբ որ դու մեկն ես, ով վրեժխնդրություն ունի, դու բացի սատանայից քեզ ուրիշ թշնամի ես գտնում։ Ու միգուցե այդ ուրիշ թշնամին հենց տեղ նստած է։ Ինչի, որովհետև դու չես որոշել վրեժխնդրությունը տաս Աստծուն։ Երբ որ դու վրեժխնդրությունը տալիս ես Աստծուն, երբ որ դու ասում ես Տեր, քոնն է վրեժխնդրությունը, քո համար մնում է մի թշնամի, սատանան մի պայքար թշնամու դեմ։ Բայց քանի դեռ դու վրեժխնդրությունը չես տվել Աստծուն, քանի դեռ կան մարդիկ, կան ծառայողներ, կան ծառայեկիցներ, կան ընտանիքի անդամներ, հարս, կիսուր, զոնքաչ, փեսա, ցավոք սրտի կգա ժամանակ, երբ որ դու իրանց կհամարես թշնամի, կսկսես պայքարել իր դեմ, քանդելով արքայությունը, քանդելով ընտանիքը։ Հասկանում եք ինձ։ Ես ուզում եմ այսօր սիրելիներս երկու բան, որ կարևորելու եմ այս գլխից, առաջինը, որը որ ծառայության հետ է կապված, եթե Տերը խոսք է ուղարկել քեզ, եթե Տերը խոսք է տվել քեզ, եթե զգում ես սրտումդ, ինչ որ ծառայություն, որ պիտի անես, պիտի սկսես, ես ուզում եմ այսօր իրար հետ կանգնենք աղոթքի ժամանակների համար։ Ու հարցնենք, ասենք Տեր, երբ է սկսվում պատրաստվելու ժամանակը, երբ եմ պատրաստվելու, երբ ավարտվում պատրաստվելու ժամանակը։ Միգուցե հիմա ժամանակն է, որ արդեն մտնես, արդեն գործես, որտեղ երկու ծայրահեղություն կա։ Մարդկա Աստված կանչում է ծառայության, ինքը հələ դեռ պատրաստվում է, բայց վաղուց արդեն ինքը պիտի աներ այդ ծառայությունը,
Մարդկա Աստված խոսք է տվել, անպատրաստ փորձում է մտնի ծառայության։ Սրանք երկու ծայրահեղություններ են, հա։ Մենք որտեղ ենք, մեջտեղն ենք։ Մի քիչ դժվար է միշտ մնալ մեջտեղը, բայց մենք պիտի մնանք մեջտեղը։ Երկրորդը սա վրեժխնդրությունն է, որ քանի դեռ մենք չենք տվել Աստծուն վրեժխնդրությունը, քանի դեռ մեր մտքում կան մարդիկ պայքարներ, ում հետ մենք ունենք պայքարներ։ Սատանան մի օր համոզելու է, որ ինքը մեր թշնամին է։ Չնայած որ մենք ունենք մի թշնամի, ասես Բադրբեջանցիք, մենք ունենք մի թշնամի, իր անունը Սատանա է։ Մենք ունենք մեկի դեմ պայքար։ Ու մեր պայքարը հոգևոր է, մեր պատերազմը հոգևոր է։ Ամեն։ Կանգնենք ոտքի աղոթելու։ Հալելույա Տեր։ Հալելույա Հիսուս։ Հալելույա մեր արքա։ Հալելույա Տեր։ Տեր Հիսուս, շնորհակալություն քեզ քո խոսքի համար մեր արքա։ Շնորհակալություն քեզ, որ քո խոսքը լույս է մեր ոտքերին, Տեր։ Շնորհակալություն, որ քո խոսքը կերակուր հոգու համար, Տեր։ Շնորհակալություն, որ քո խոսքը այն ամենն է, ինչի կարիքը մենք ունենք, Տեր։ Շնորհակալություն, որ քո խոսքը կրթում է մեզ, Տեր, որ քո խոսքը լուսավորում է մեր ճանապարհը, Տեր։ Շնորհակալություն, Տեր, շնորհակալություն, Տեր։ Շնորհակալություն Տեր Հիսուս։ Ես աղոթում եմ հիմա ամեն մեկի համար, Տեր իմ արքա։ Իմ քույրերի, իմ եղբայրների համար, Տեր, ամեն մեկի համար ում տվել ես խոսք իմ արքա։ Ամեն մեկի համար ում սրտում դրել ես ծառայություն, վառել ես ծառայության փափակ, Տեր իմ արքա։ Հալելույա Տեր։ Ես ուզում եմ այն մարդիկ ում սրտում վառվում է ինչ որ բան անելու ծառայության փափակ ում սրտում Աստված դրել է խոսք, բայց դեռ չեն անում, ես ուզում եմ դուք ձեր ձեռքերը բարձրացնեք, ուզում եմ աղոթեմ ձեր համար։ Հալելույա իմ արքա, հալելույա Տեր, հալելույա, հալելույա։ Ով իր ձեռքը բարձրացրել է, սիրելիներ, խնդրում եմ իր կողքի մարդիկ ձեռքերները դրեք իրանց վրա։ Արտուրի վրա, Վահագի վրա ձեռք դրեք։ Արման հակառակը դու ձեռքդ բարձրացրու, թող Նարեկը քո վրա ձեռք դնի։ Վարդան ջան, գնա։ Հալելույա Տեր, հալելույա իմ արքա, հալելույա Հիսուս, հալելույա մեր Տեր, հալելույա։ Եկեք հիմա լինենք ուշադիր սիրելիներ, ինչպես Աստված կրակ է վառել մեր սրտերի մեջ, ինչպես Աստված հայտնություն է տվել մեզ ծառայության համար, այդպես էլ հիմա խոսելու է, այդպես էլ հիմա առաջնորդելու է գործելու մեջ, այդպես էլ հիմա առաջնորդելու է կամ սպասելու, պատրաստվելու մեջ, բայց պատրաստվելը երբեք ու երբեք չի լինում պասիվ։ Պատրաստվելը դա ուղղակի սպասելը չի, պատրաստվելը դա սպասելու մեջ Աստծուն լսելն է, առաջնորդվելը ու մեր անձը պատրաստելը դեպի ծառայության։ Հալելույա Տեր, հալելույա Տեր, ես աղոթում եմ ամեն մեկի համար իմ արքա, իմ քույրերի ու իմ եղբայրների համար Տեր, թող քո հոգին շարժվի հիմա Տեր, թող քո հոգին խոսա Տեր իմ արքա, թող քո հոգին կպնի ու հստակեցնի այն պատկերը, որ դու տվել ես Տեր, ես աղոթում եմ, որ այն կրակը, որ մահժում է, դու բորբոքես Տեր, հիմա թող բորբոքվի ամեն կրակ Տեր իմ արքա, քո կայծը, որ դրել ես ամեն մեկի սրտում Տեր, հիմա բորբոքիր Տեր, բորբոքիր ամեն մեկի ներսի կրակը Տեր իմ արքա, ծառայության հետ կապված, աղոթում եմ, որպեսզի ժամանակները ցույց տաս քո ժողովրդին իմ արքա, որպեսզի ամեն մեկը հասկանա ճիշտ ժամանակները Տեր, սպասելու, պատրաստվելու, գործելու ու առաջ գնալու Տեր իմ արքա, ու այն որ խոսել ես, թող պայթի ամեն մեկի կյանքում Տեր, թող քո խոսքը, ամեն հարցակում այդ խոսքի վրա Տեր, ամեն հարցակում այդ տեսիլքի վրա, մենք կանգնեցնում ու քանդում ենք Տեր Հիսուսի անունով, մենք հակառակվում ենք ամեն հարցակման, այն ծառայության վրա, այն մեծ տեսիլքի վրա, որ դու տվել ես իմ քույրերին ու եղբայրներին, հակառակվում եմ ամեն հարցակման վրա,
Հիսուսի զորավոր անունով։ Ես խոսում եմ կյանք, Տեր թող քո ջրերը հիմա հոսեն։ Թող քո ջրերը հիմա հոսեն ամեն մեկի կյանքի մեջ, Տեր։ Թող ավելի պատկերը, թող ավելի տեսիլքը, ավելի մեծանա Տերի մարքա։ Թող ավելի պարզ լինի։ Եթե ինչ-որ մեկի համար դեռ ինչ-որ բան պարզ չի, ցույց տուր ամբողջ պատկերը Տեր, բացիր ամբողջ պատկերը Տեր, թող ավելի պարզ լինի Տերի մարքա, այն ինչ-որ ուզում ես, որ քո ժողովուրդը անի Տեր։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Հիսուս։ Սիրելիներ, մենք պասիվ չենք պատրաստվում։ Երբեմն Աստված խոսք է տալիս, տեսիլք է տալիս, ու մենք պիտի պատրաստվենք ակտիվ, մեր անձերը պատրաստենք։ Կամ բաներ, որոնցից դու պիտի հրաժարվես այս ընթացքում, որպեսզի մտնես այն ամբողջականի մեջ, ինչ Տերը ասում է։ Պիտի ավելի շատ ժամանակ անցկացնես խոսքի հետ, պիտի ավելի շատ ժամանակ անցկացնես Աստծու հետ, աղոթքի մեջ Իրանից լսելու։ Ամեն։ Հալելույա։ Հաջորդ բանը, որ ուզում եմ միասին աղոթենք, սա մեր վրեժխնդրությունը Աստծուն տալն է։ Կապ չունի հիմա ով է սրտումդ, ուղղակի սա որոշում է ու քայլ, որ ես ու դու պիտի անենք սիրելիներ։ Քո թշնամին քո ոտքերի տակ է, քո թշնամին քո տանը չի, քո թշնամին քո քույրը կամ եղբայրը չի, քո թշնամին քո ոտքերի տակ է, ու իր անունը Սատանա է։ Ցանկացած հակառակություն, ցանկացած մարդու դեմ, ցանկացած վրեժխնդրություն, ցանկացած փորձ ինչ-որ բան ապացուցելու, ցանկացած փորձ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու, ուղղակի հիմա տվեք Աստծուն, թողեք իրան, սա մերը չի, վրեժխնդրությունը իրանն է, երբ որ Աստծո խոսքը ասում է վրեժխնդրությունը իմն է, սա նշանակում է, երբ որ դու վերցնում ես այդ քո ձեռքերի մեջ, դու ասում ես հիմա ես եմ իմ կյանքի Աստվածը, ես պիտի վրեժխնդիր լինեմ, որտև ես եմ իմ կյանքի Աստվածը, սա շատ վտանգավոր տեղ է, որ ես ու դու լինենք։ Եկեք սա թողենք Տիրոջը, ու սա որոշում է ու աղոթք է, որ ես կառաջնորդեմ քեզ աղոթելու։ Հալելույա Տեր։ Տեր Հիսուս քո խոսքը ասում է, որ քոնն է վրեժխնդրությունը Տեր։ Մերը չի Տեր, սա քոնն է։ Ու մենք պիտի մեր դաշտից սահանենք Տեր։ Ես աղոթում եմ Տեր քո եկեղեցու համար, որպեսզի ամեն մեկի սրտում ծնվի որոշում տալու քեզ վրեժխնդրությունը, թողելու քեզ վրեժխնդրությունը Տեր։ Ամեն պայքար, ամեն վեճ, ամեն հակառակություն, ամեն պատերազմ, Տեր մենք տալիս ենք քեզ իր վրեժխնդրության հետ միասին իմ արկա։ Ասում ենք սա մերը չի, սա քոնն է Տեր։ Ես աղոթում եմ Տեր, որպեսզի դու մտնես մեր ընտանիքների մեջ Տեր, որպեսզի դու կարգավորես ամեն բան Տերի մարքա, դու ոչ միայն մեր Տերն ես, այլ մեր ընտանիքի Տերն ես Տեր։ Ես աղոթում եմ, որ քո հոգին մտնի ու փոխի ամեն իրավիճակ Տեր, ամեն իրավիճակ Տեր, թե քո տան մեջ, թե քույր եղբայր փոխհարաբերությունների մեջ, թե մեր ընտանիքներում, Հիսուսի փառավոր